բազում վկայություններ ունենք, որ ժողովրդին այսպես հարկային տերորի էին ենթարկում։ Մենք հստակ տեսնում ենք, որ լեզգիների արշավանքները շատ ծանր հետևանքներ են ունեցել։ Հիշատակագիրը նշում է, որ կրոնական հալածանքները սաստկացել են, այսինքն հարկահանությամբ հենց բառացի այսպես է հարկահանությամբ տանջելով ստիպում են անցնել իրենց այդ պիղծ կրոնին։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրներ Անդրանիկ Եսայանը, ով պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի կրսեր գիտաշխատող է, պատմական գիտությունների թեկնածու, եւ այսօր Անդրանիկի հետ խոսել ենք Տավուշ գավառի մասին, խոսել ենք տեղական այսպես զարգացումների մասին, փորձել ենք հասկանալ ժողովրդագրական, տնտեսական, քաղաքական, մշակութային միջավայրը 17-18-րդ դարերում եւ նաեւ զրուցել ենք միկրոպատմությունների եւ առանցին տարածքների, տարածաշրջանների պատմության ուսումնասիրման կարեւորության մասին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել, անպայման դիտեք, համանայեք մեր նաեւ մյուս ալիքներին կարող եք բաժանորդագրվել եւ սիրեք պատմությունը։ Անդրանիկ ջան, ողջույն։ Ողջույն սիրելի։ Այսօր մենք խոսելու ենք Տավուշի մասին։ Ավելի լայն, ավելի շուտ ասեմ հյուսիս-արևելյան Հայաստանի մասին, ու խոսելու ենք 17-18-րդ դարերի մասին, ճիշտ եմ, չէ՞։ Շատ հետաքրքիր թեմա է, որովհետև մենք միշտ երբ որ խոսում ենք այդ ժամանակաշրջանի մասին, միշտ կենտրոնանում ենք երկու հիմնական տեղի վրա, կամ Երևանի եւ իր շուրջ տեղի ունեցող այդ տարբեր երևույթների մասին, եւ Արցախ-Սյունիք, այս հատվածի մասին ենք խոսում, Դավիթ Բեկի ապստամբություն եւ այլն, ում տեսակ տպավորություն է ստեղծում Հայաստանի մնացյալ մասում ոչ մի բան տեղի չի ունենում, դրա համար ես շատ ուրախացա, որ քո գիրքը լույս է տեսել, շնորհավորում եմ համել բանը եւ թեմա է, որը պետք է ուսումնասիրել ու նաեւ ես էլ ասեմ քեզ տամ խոսքը, ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ միկրոպատմությունների ուսումնասիրությունը, երբ որ մենք ուսումնասիրում ենք կոնկրետ գավառ, կոնկրետ շրջան եւ փորձում ենք ավելի մարդուն մոտ տանենք էլի պատմությունը, չէ՞, որովհետեւ այդ թակավորների բաների պատմությունը իհարկե շատ այսպես բան է, ոգևորիչ են, բայց մարդկանց 99.9%-ը հասարակ մարդիկ էին, ովքեր ապրում էին իրենց հասարակ կյանքում եւ մենք փորձենք այսօր դա հասկանանք հենց Տավուշի օրինակով։ Բարից սկսենք, Տավուշ, ինչ բառ է, որտեղից է ծագումը գիտենք։ Տավուշի ծագումը առաջին հիշատակությունները դեռևս Մովսես Խորենացու աշխարհացույց աշխատության մեջ տուկ ձևով է հանդիպում, այնուհետև արդեն հետազոտողները դա կապում են Վարդգես մանկան Տուհաց գավառի առաջին հիշատակությունը համարելով որպես Տավուշի հիշատակություն։ Հետագա տարիներին արդեն Բագրատունյաց շրջանում Տավուշը լայնորեն գործածվում է պատմիչների կողմից, դրասխանատյարցի բազմից անդրադարձել է Տավուշ տեղանվանը եւ այնտեղ տեղի ունեցած իրադարձություններին, իսկ Տավուշի այսպես հայտնիությունը ավելի շատ կապված է արդեն Խորանաշատի վանական համալիրի հիմնադրման, վարդապետարանի գործունեության եւ վանական վարդապետ Տավուշեցու գործունեության հետ։ Հետագա տարիներին, տասնամյակներին արդեն մոնղոլների արշավանքից հետո կարծես թե մոռացության է մատնում, դա պայմանավորված էր նախ Համանուն Բերդի, Տավուշ Բերդի ավերված լինելու հանգամանքով եւ նաեւ աղբյուրների սակավությամբ, այսինքն 14-15-րդ դարում, ինչպես հայոց ընդհանրական պատմության դեպքում մենք այսպես առատ աղբյուրներ չունենք, որ ընդհանուր պատկերացում կազմենք։ Հետագա հիշատակությունները արդեն վերաբերում են ավելի ուշ 16, 17, 18-րդ դարերին։ Հա, իսկ Շամշադին տերմինը աննա որտեղից է։ Շամշադին տերմինը ինձ երևի ավելի շատ հետաքրքրել է հենց այդ տերմինը, որ սկսեմ զբաղվել Տավուշ գավառով, որովհետև ինքը թյուրքական ցեղանուն է, բայց որքան էլ տարօրինակ թվա, թյուրքական տեղանուն լինելով հանդերձ Տավուշում երբևէ թուրքեր չեն ապրել։ Նույնիսկ հետագայում խորհրդային շրջանում այնտեղ ադրբեջանցի որևէ բնակչության մասին վկայություններ չկան, քանի որ դրանք հստակ արձանագրվում էին մարդահամարի տվյալներով, ուստի հետաքրքիր էր, թե ի վերջո որտեղից այդ տեղանունը կպավ մեզ շատ հոգեհարազատ Տավուշ գավառին եւ նույնիսկ միջև մեր օրերս թեկուզ պաշտոնապես որևէ տեղ արձանագրված չէ Շամշադյան, բայց խոսակցականում եւ ընդհանրապես տեղացիների մոտ այն լայնորեն կիրառվում է։
Իսկ երբ ասում ենք Տավուշի մասին, ինչ սահմանների մասին ենք խոսում։ Տավուշի սահմանները, եթե վերցնենք աշխարհացության Տավուշ գավառը դասական, շատ ճշգրիտ տեղորոշել է երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանը, որը համարում է, որ միափորի լեռնաշղթայից այն սկսվում է, համապատասխանում է Տավուշ, Վարագաջուր, ախնջի գետերի հովիտներին հասնելով միջև Կուրգետ, հարթավար իրային շրջանները ներառյալ, բայց սահմանները հետագայում արդեն փոփոխության են կրում, որովհետև գավառները որպես վարչամիավորներ ավելի փոքրանում են, նույն Բագրատունյաց շրջանում Տավուշ գավառ արդեն հասկանում ենք Բերդը եւ Հարակից շրջանները, ավելի պատկերավոր ասելու համար նկատի ունեն երևի Բերդի տարածաշրջանը ներկայիս, Բերդ խոշորացված համայնքը իր գյուղերով։ Հա, ու դու նշեցիր Բաբկեն Հարությունյանին իմ ուսուցիչներից մեկն է, իրեն շատ այսպես հաճախ հիշում եմ ես նաև այս հաղորդումների ընթացքում։ Աղբյուրների մասին սկսենք խոսել, ինչ աղբյուրներս օգտագործել, ինչ կա ընդհանրապես, քեզ որպես այսպես նյութ ինչ է ծառայել հետազոտության ժամանակ։ Նախ ինչպես ճիշտ նշեցիք, Սուրեն ջան, այդ միկրոպատմություններում չզբաղվելու հանգամանքը նախ եւ առաջ ես կապում եմ աղբյուրների սակավության հետ, այդ դեպքում արդեն ինչպես նկատեցիք Երևանի, Արցախի մասին, քանի որ բավականաչափ աղբյուրներ ունենք եւ ընդունված է մեզ մոտ այսպես ընդհանրացնել տվյալ ժամանակաշրջանի դեպքերը, բայց կարծում եմ դա այնքան էլ հատկապես ներկա պատմագիտության զարգացման համատեքստում այնքան էլ արդեն հնացած մեթոդ է եւ այսպես ասած քեզ թադինների կարիք կա, որովհետև հատկապես Հայաստանի պայմաններում մենք գործ ունենք հաճախ լեռնային կտրված այսպես ներփակ գավառների հետ եւ նրանց պատմության այսպես վերակազմությունը համակողմանի ուսումնասիրությունը մեզ լիքը նոր հարցեր է առաջ քաշում եւ նոր լույս է սփռում հայոց պատմության տարբեր դեպքերի վրա։ Ոստի աղբյուրների փնտրտուքը սուղ պայմաններում պետք է սահմանափակվել նախ եւ առաջ տվյալ ժամանակաշրջանի պատմագիրներով, որը մեր դեպքում 17-18-րդ դարում այնքան էլ շատ չեն, Առաքել Դավրիժեցի, Զաքարիա Քանակերտցի եւ արդեն ավելի ուշ Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյան։ Այնուհետև առաջնային եւ ճշգրիտ աղբյուրները դրանք հենց տվյալ տարածքներում ընդօրինակված ձեռագրերի հիշատակարաններն են եւ այդտեղ տվյալ բնակավայրերի մասին հիշատակությունները նույնիսկ մեկ տողը մեզ շատ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում տվյալ ժամանակաշրջանի տվյալ գավառի իրադարձությունների վերաբերյալ։ Մնացած արդեն քանի որ մնացած աղբյուրների շարքում, քանի որ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանը գտնվել է հիմնականում Սեֆյան Իրանի կազմում, Սեֆյան Իրանի վերաբերյալ իրանցի հեղինակների աշխատություններն են, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս տվյալ ժամանակաշրջանի պատմական կոնտեքստի վերաբերյալ հարկահանություն կլինի, այստեղ տեղաբաշխված ցեղերի մասին կլինեն ու նմանատիպ այլ տեղեկություններ։ Այնուհետև հաջորդ աղբյուրը արդեն երբ կար ժամանակաշրջանում մի անգամ 16-րդ դարի վերջին եւ այնուհետև 18-րդ դարի սկզբներին, երբ Օսմանյան կայսրությունը նվաճեց այս տարածաշրջանները, նրանք իրականացրեցին աշխարհագիր մարդահամարներ մեր լեզվով ասած եւ կազմեցին 16-րդ դարի վերջինը համառոտ դավթար է, իսկ արդեն 1727 թվականը ընդարձակ դավթար է, ինչը շատ կարևոր սկզբնաղբյուր է տվյալ ժամանակաշրջանի Տավուշի եւ առհասարակ Հայաստանի պատմության վերաբերյալ։ Հաջորդ սկզբնաղբյուրների այսպես շերտը դա տարածաշրջանի վիմագրերն են, հատկապես Տավուշի վիմագրերը, որոնք երբևէ առանձին պրակով, քանի որ մենք ունենք տարբեր տարածքների վերաբերյալ առանձին պրակներ լույս տված, Տավուշինը չեն ուսումնասիրվել եւ առանձին հրատարակված չեն։ Ոստի այդ վիմագրերի տվյալների հայթայթումը եւս հարստացնում է Տավուշի մասին հետազոտությունները, ինչը հնարավորության դեպքում փորձել ենք անել եւ այդ ուղղությամբ աշխատանքները մեզ տարան արդեն մամուլի ուսումնասիրություն 19-րդ դարի, որտեղ արդեն
ճանապարհորդական նյութեր են գտնում, այսինքն այս կամ այն ճանապարհորդը շրջագայել է Տավուշի տարածքում, այնտեղ գրի է առել շատ հետաքրքիր արձանագրություններ, որոնք դրանից մի քանի տասնամյակ հետո արդեն վերացել են եւ մենք հնարավորություն չունենք ուսումնասիրելու այն։ Եվ հենց այս համատեքստում նաև շատ հետաքրքրական է ու կարևոր Մակար Բարխուդարյանցի աշխատությունը։ Այդ օրինակով նա նույնպես ձեռագրերն ու վիմագրերը առանձին գրի է առել եւ հասցրել մեզ։ Բանահյուսությունը նաև չէ, երևի երկու բարբար։ Այո, բանահյուսությունը ճիշտ նշեցիք, նույնպես կարևոր է, քանի որ տվյալ օրինակ 1710-ականների սկզբից եւ տարածաշրջանում արդեն սկսեցին լեզգիական արշավանքները, մինչ օրս Տավուշի բանահյուսության մեջ մենք տեսնում ենք այդ շերտը լեզգիական արշավանքների ավերածությունների մասին, մանրատեղանումները Տավուշի լեզգիների հետ կապված, այսինքն այդ բանահյուսությունը մինչ այժմ մեզ հետաքրքիր նյութեր է հաղորդում։ Հա, հետաքրքիր է։ Մենք իհարկե այս ժամանակաշրջանի մասին մի փոքր Գեորգիի հետ ենք խոսել, իր հետ բան ունեինք, էլ հաղորդում ունեինք, բայց ամեն դեպքում կուզենայի մի հատ նորից քո հետ պատկերացնենք, հա, մեծ տարածաշրջան, Սեֆյան Պարսկաստանը, Օսմանյան կայսրության տարածքում, չէ՞, կռիվներ, ես ոնց պատկերացնում եմ հիմնական նպատակը այդպես ամենալավ այսպես հատվածը պատառը դա Երևանն էր Վարարատյան դաշտավայրը, հա։ Տավուշը ինչով էր հետաքրքիր, ինչի են նաև Տավուշը մտնում այդ նվաճումների մեջ, ճանապարհներ ունեին առևտրականի ինչներ էլի։ Շատ ճիշտ է կռավում, առաջին հերթին դա աշխարհական դիրքով էր պայմանավորված, որովհետև Տավուշի հարթավայրային շրջաններով, Կուրգետի առափնյա շրջաններով անցնում էր Գանձակը Թիֆլիսին կապող այդ առևտրական հին ճանապարհը, որտեղ նշված ժամանակաշրջանում ընդհանրապես Գանձակ Ղարաբաղի Բեկլարբեկության տարածքում կարևոր նշանակություն ուներ մետաքսի արտահանումը, որը այս երկու հակամարտող կայսրությունների միջև կարևոր նշանակություն ուներ մետաքսը, մետաքսի հումքը եւ բոլոր պայմանագրերում մետաքսի վերաբերյալ առանձին կետ կար։ Եթե մենք նայենք Սեֆյան եւ Օսմանյան պայմանագրերը, մետաքսի վերաբերյալ պարտադիր կետ էր լինում։ Եվ հենց այդ ճանապարհների վերահսկողությունը Տավուշը վերահսկելով նրանք փաստորեն վերահսկում էին թե Վրաստանը, քանի որ այնտեղ մշտապես տրամադրությունները այնպիսին էին, որ հաճախակի ապստամբություններ էին բռնկվում, այսինքն այստեղ վերահսկելով եւ իրենց հավատարիմ ցեղերին բնակեցնելով նրանք լուծում էին մի շարք խնդիրներ իրենց համար եւ փաստորեն այդ ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանը իրենց էին ենթարկում։ Իսկ բանը բազմաթիվ պատերազմներ են եղել, չէ, 1500-ականներից միջև ընդհանուր միջև, չգիտեմ, 18-րդ դարի սկիզբ բազմաթիվ այսպես հարյուրամյակներով տևող պատերազմներ էին, բարձր ընդհատումներով եւ այլն, եւ որ շրջան, որ ինչ ժամանակաշրջանը Տավուշի եղել Օսմանյան տիրապետության տակ։ Ուզում պատկերացում մենան մեր լսողները։ Այո, շատ հետաքրքիր։ Հիմնականում Սեֆյան Պարսկաստանի կազմում է, ճիշտ եմ պատկերացնում։ Հիմնականում եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմում, սակայն ինչպես նշեցի, այդ ընդհանրացումները, որ ընդունված է անել, օրինակ մինչև իմ հետազոտությունը ես նույնպես ինչպես ընդունված էր, կարծում եմ, որ 1604 թվականի բռնագաղթի ժամանակ Հայաստանի ամբողջ տարածքը ենթարկվել է Շահ-Աբբասյան բռնագաղթին, մեծ սուրգուն կոչվածին։ Սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա չի վերաբերվում հյուսիսարևելյան Հայաստանի եւ Արցախի հարակից շրջաններին, ներառյալ Արցախը, քանի որ այնտեղ բոլորովին ուրիշ գործընթացներ էին։ 17-րդ դարի առաջի փուլը պատերազմների դա հայոց պատմության մեջ շատ քննարկված դրվագներից է, ինչ կապված է Շահ-Աբբասյան բռնագաղթի հետ, երբ 1604 թվականին, երբ Շահ Աբբասը հզորանալով փորձեց գրավել Արևելյան Հայաստանը եւ Վրաստանը, նա արշավանք ձեռնարկեց, սակայն 1604 թվականին թուրքական Օսմանյան հակահարվածից նա նահանջելով բռնագաղթի է ենթարկում միջնաշխարհի Արարատյան դաշտի ու շրջակայքի հայկական բնակավայրերը եւ ընդունված էր կարծել, որ այդ ժամանակաշրջանում նաեւ Սևանի ավազանը, Արցախը, Տավուշը, Լոռին նույնպես բռնագաղթի են ենթարկվել, սակայն
մանրամասն ուսումնասիրելով այդ ռազմական գործողությունները մենք տեսնում ենք, որ Գանձակում Գանձակ Ղարաբաղի Բեկլարբեկության սահմաններում համատարած այդպիսի բռնագաղթ տեղի չի ունեցել, այսինքն ռազմական գործողությունները կատարվել են Երևանից, Նախիջևանից կարսնգած այդ գծով եւ միայն Ամիրգունա խանի մի փոքրիկ զորաջոկատ է անցել Գանձակ Ղարաբաղ եւ այնտեղ ավարառուական փոքրիկ արշավանքներ է իրականացրել, որպեսզի Գանձակի Թուրքա-Օսմանյան կայազորին նա զրկի հնարավորությունից օգնելու Երևանի կայազորին եւ որևէ տեղեկություն, որ այդտեղից ինչպես Արարատյան դաշտից համատարած բռնագաղթի ենթարկված տարածքներ կան, մենք չունենք։ Դա նաեւ շատ հեշտ ապացուցվում է, երբ մենք նայում ենք նշված ժամանակաշրջանի հայերեն ձեռագրերի հիշատականները, որովհետեւ մի քանի տարի անց օրինակ Տավուշից կան մոտ 1 տասնյակ ձեռագրեր, որտեղ հիշատակվում են մի շարք գյուղեր։ Այսինքն այդտեղ հստակ է, որ այդ բնակավայրերը բռնագաղթի չեն ենթարկվել։ Հա, հետաքրքիր է։ Ու մի իրադարձության մասին է հարցնեմ, որ լեզգիների արշավանքների մասին, որ շրջանի մասին ենք խոսում եւ ինչ էր դա։ Լեզգիների արշավանքները դրանք սկսեցին 18-րդ դարի սկզբներին 1600-ականների վերջում արդեն Սեֆյան Իրանը, որի կազմում գտնվում էր Հայաստանը, Արևելյան Հայաստանի մեծ մասը սկսեց թուլանալ եւ այդ կայսրության թուլացումը սկսեց կրկնել նրա վաղեմի Ախոյաններից նախ Օսմանյան կայսրությանը, այնուհետև այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունները սկսել ցուցաբերել նաեւ Ռուսաստանը։ Եվ թուրքերը իրենց այդ ծրագրերը նվաճողական հեշտ իրագործելու նպատակով սկսեցին Սեֆյան Իրանի դեմ ուղղորդել լեզգիններին, իրենց հավատակից այդ լեռնական ժողովուրդներին, որպեսզի նրանք ավարառու այսպիսի արշավանքներով թուլացնեն տեղի Սեֆյան ուժերին, որպեսզի նրանց հետագա նվաճումները ավելի հեշտ իրագործվեն։ Հենց այդ համատեքստում արդեն 1710-ական թվականներից սկսվեց լեզգինների արշավանքները, որոնք իսկապես աղետ էին հյուսիսարևելյան Հայաստանի, ինչու չէ նաև Վրաստանի համար։ Դրա հետևանքները ընդհուպ զգացումներ տվեցին իրենց մինչև 19-րդ դարը։ Ես բանավոր հիշողությամբ այսպիսի պատմություններ եմ լսել, որ նույնիսկ սովետական սկզբնական շրջաններում լեզգինների հրոսակներ էին երևում Թիֆլիսի շրջակայքում եւ ժողովուրդը այսպես ահի մեջ էր նրանցից։ Այս արշավանքները կարելի է ասել մեծ աղետ էին եւ մարդաթափ արեցին։ Եթե օրինակ 17-րդ դարի սկզբին Շահ Աբբասյան բռնագաղթը կարծես չէր զգացվել իր այդ ծանր հետևանքներով, բայց արդեն լեզգինների արշավանքները եկավ լրացնելու այդ ասպես կոչված բացը եւ ժողովրդագրական իրավիճակը կտրուկ վատ թարացավ։ Լիքը բնակավայրեր մարդաթափ եղան, նրանք այդտեղից բնակչությանը գերեվարելով տանում էին եւ տարբեր ստրկական այդ շուկաներում վաճառք էին հանում եւ բնակչության մի մասն ստիպված էր պատսպարվել լեռներում գաղթել կամ այլ վայրերում ապաստան գտնել։ Լեզգիները այսօրվա Դաղստանի ռուսական հատվածում Կասպիցովի հյուսային եւ արևմտյան մասերում են ապրում։ Լեռներում ապրող բնակչությունը։ Հա, հետաքրքիր է, հասկացանք այդ ժողովրդագրության հետ կապված, հիմա փորձենք հասկանանք, դու նշեցիր, որ օտար թուրքական տարր ոնց որ այստեղ չկա։ Ուրեմն հասկանամ ժողովրդագրությունը, դրանից ինչ պատկեր ուներ եւ բնակչության ինչ փոփոխությունների է ենթարկվել։ Օտար էթնիկ տար ունենք այստեղ։ Օտար էթնիկ տարը, եթե մենք նայենք այսպես աշխարհացության Տավուշ գավառին, մենք տեսնում ենք, որ հարթավայրային կուրամերձ շրջանները այդտեղ արդեն հաստատվել է քոչվոր բնակչություն թուրքական։ Դա դեռևս նախորդ դարերից էր սկսվել այդ հարթավայրային շրջանների, ինչպես նշեցինք, այդ ճանապարհը ինքը մշտապես ռազմական գործողությունների վայր էր եւ այդտեղ հայ մշտական բնակչություն ինչպես բոլոր տեղերում Հայաստանի չէր մնում, նրանք ստիպված հարկադրված բարձրանում են լեռնային շրջանը, որտեղ ավելի հեշտ էր պատսպարվել։ Իսկ այս թուրքական տարի ակտիվացումը եւ նրանց հետագա ծավալումը այդ տարածաշրջանում դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված, որոնցից առաջնայինը դա Սեֆյան պետության բնույթն էր։ Մենք գիտենք, որ
16-րդ դարի սկզբում ձևավորված Սեֆյան պետությունը դա մեծ ու մանր ցեղերի այսպես համադաշնություն էր եւ նրանց կառավարման համակարգը ի տարբերություն Օսմանյան կայսրության համակարգի բոլորովին այլ էր, այսինքն պետական բարձր պաշտոնները, այսպես կոչված նահանգները բաշխվում էին այդ ազդեցիկ ցեղապետերին եւ նրանք իրենց ենթակա ավելի մանր ճյուղերով հաստատվում էին նրանց նվեր տրված այդ տարածքներում, այդ օլքա կոչվող որպես նվեր ստացած ժառանգություն ստացած տարածքներում եւ օրինակ Գանձակ Ղարաբաղի Բեկլարբեկությունը որպես այդպես ժառանգական օլքա հանձնված էր ղաջարական ցեղին եւ նրանք հաստատվել էին Գանձակում նրանք երկար տարիներ ընթուք մինչեւ ռուսական կայսրության մուտքը եւ Գանձակի գրավումը հենց պատկանում էր ղաջարներին ղաջարների ենթակա մյուս մանր ցեղերը հաստատվել էին Տավուշի, Զակամի, արդեն հարակից փոքր գավառներում ըստ իրենց ազդեցիկության եւ այդ համատեքստում Տավուշ գավառը որպես ժառանգական տիրույթ հանձնվել էր զուլքադարների ցեղի ճյուղերին որոնց մեջ էր մտնում Շամսադիլլուն, Հաջի Ալի, Թաթլու եւ այլ այդպիսի մանր ցեղեր հա հիմա հասկացանք որ այլ ցեղերի ազդեցության տակ էր բայց հայերը նույնպես չէ ես քո գրքում որ նայում էի տեսա որ մելիքության հասկացությունը կա, չէ, հետաքրքիր է, էլի մենք մելիքությունների մասին որ խոսում ենք, հիմնականում կենտրոնանում ենք Ղարաբաղի մելիքությունների, Խամսայի հայտնի մելիքությունների մասին, նաև երբեմն երբ որ Սյունիքի մասին ենք խոսում, փաստորեն այստեղ նույնպես այդ մելիքության ինստիտուտը կա, մի քիչ կուզենայի դրա մասին պատմեի։ Նախորդ միտքը շարունակելով, ինչպես նշեցինք Սեֆյան պետության ինքնատիպությունը այդ ցեղերի, զուգահեռաբար նաև հայկական կոմպակտ վայրերում հայ բնակչությունն ու բնակավայրերը այդպես համախմբվում էին մելիքությունների շուրջ։ Այդ մելիքությունների երևույթը Արցախի օրինակը ճիշտ նշեցիք, բայց առաջին հերթին պայմանավորված էր Շահ Աբասի մեր արդեն նշած 1603-4 թվականի արշավանքներով, երբ կարճ ժամանակ այս տարածքները Օսմանյան տիրապետության ներքո էին, մենք բազում վկայություններ ունենք, որ ժողովրդին այսպես հարկային տերորի էին ենթարկում եւ ժողովուրդը Առաքել Դավրիժեցին նշում է, որ տեղական ավականին հայ դիմել էին Շահ Աբասին, որ նա արագացնի այս տարածքների վերանվաճումը ու տարբեր շրջաններում, տարբեր գյուղերում հայ ավականին մեծապես օգնեց Շահ Աբասին վերանվաճելու այս շրջանները եւ սրանից հետո Շահ Աբասը այսպես վարձահատույց լինելով տեղական հայ ֆեոդալներին մելիքության իրավունք տվեց եւ նույնպես հենց Սեֆյան Վարչաձևի համատեքստում այդ հայկական բնակավայրերը ենթարկվում էին մելիքին, նա այստեղ պատասխանատու էր հարկահավաքության, կազմակերպչական տարբեր աշխատանքներ իրականացնելով եւ զուգահեռաբար մահմեդական բնակչությունը արդեն լրիվ ուրիշ տրամաբանությամբ էր ապրում եւ այդ հարկահանությունը իրականացնում եւ եթե համեմատելու լինենք նաեւ ժամանակաշրջանի երկու կայսրությունների տարբերությունը տեսնում ենք որ Սեֆյան տիրապետությունը ավելի ազատական էր քանի որ Օսմանյան կայսրությունը որևէ տարած նվաճելուց հետո նա այդ հարկամատյանները կազմելով բավականին կոշտ քաղաքականություններ էր իսկ Սեֆյանը Իրանի պարագայում նրանք ավելի այսպես սովորութային ձևով, այսինքն կարող է այսպիսի մի ֆիքսված թիվ լիներ եւ նրանք տեղի մելիքի միջոցով ստանային եւ արդեն մանր հարկերի չվերածվեր։ Այդ իրավիճակը իհարկե փոխվեց 18-րդ դարի վերջին, երբ կայսրությունը սկսեց թուլանալ Սեֆյան, նրանք նույնպես 1690-ականների վերջին աշխարհագիր իրականացրեցին եւ սկսեցին ավելի կոշտ հարկային քաղաքականություն կիրառել։ Բայց երկուսի համեմատության մեջ մշտապես հայ բնակչության այսպես համակրանքը եւ տանելի վիճակը պայմանավորված էր Սեֆյան կայսրության այդ հանդուրժողական վերաբերմունքով նաեւ։ Հա, դա հետաքրքիր է, հիմա միջալոց հետաքրքիր բանավեճ, ոչ չասեմ բանավեճ քննարկում կա արևելագիտության մեջ, նույն մեր պորսիկ կոլեգաները շատ դեպքում, երբ որ Ռուսաստանի մուտքը տարածաշրջան քննարկում են, իրենք ասում են, որ վերջին հաշվով, ասենք, ինչն է խնդիրը, Պարսկաստանի ռեժիմը մանավանդ այդ տարիներին բավականին լոյալ էր հայերի նկատմամբ եւ այդ ռուսների գալով
ինչ որ մի շրջան նույնիսկ ավելի վատացավ վիճակը, ավելի կենտրոնացավ իշխանությունը, ավելի վեց եղավ վերահսկում, բայց այդ չեմ ուզում այդ շրջանի մեջ մտնեմ, որտեվ իմ փոքրիկ այսպեսի արձագանք, ուղղակի ամենամեծ խնդիրը դա անիշխանությունն է։ Այսինքն այս տարածքները, ինչպես նշեցի, վերաբաշխված էր այդ ցեղապետեն եւ նրանք շատ դեպքերում ուղղակի հաշվի չէին նստում Սեֆյան շահերի հետ եւ այսպես նրանք պատահական չէ որ Հայաստանի տարածքում այդքան շատ խանություններ առաջացան եւ այդ կամայականությունները մենք 19-րդ դարի ուղեգիրների նյութերը կարդալով եւ օրինակ Երևանի խանի զվարճանքի աղբյուրը դա Բերդի տարածքից անցնող գետյան կողմով հայ բնակչությանը իր այսպես խաղալիք որպես օգտագործող հրացանով կրակելն էր։ Այսինքն հայ ժողովրդի այդ կյանքի ֆիզիկական անվտանգությունը իսկապես լուրջ խնդիր էր եւ վերջապես հետագա արդեն այդ հարկահանության բեռը ընդհանրապես միշտ ասում են, որ ինչքան ավելի ուժեղ է կայսրությունը, այդքան ավելի ապահով են փոքրամասնությունները, որովհետեւ կարգ ու կանոնն է հաստատում, իսկ այն դեպքերում որ կայսրությունը չի վերահսկում ամբողջ տարածքը, միշտ տեղական կամայականությունները աճում են, շատ այսպես վարգույներով հենց զգացվում է արևելյան Հայաստանում Սեֆյան պետության թուլացմանը զուգընթաց։ Հիմա գանք նաև էլի վերադառնալով մելիքների դերին, իրանք հարկերը հավաքում, փոխանցում են Սեֆյան, Պարսկաստան։ Իրենք զորք տրամադրում են, կա այդ հիշատակումը, որ ինչ որ Տավուշի պարագայում զորքի մասին հիշատակություն չկան, սակայն երբ որ ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի նմանատիպ մելիքություններ կոչվող կառույցներ, նրանք այսպես տարբեր քաշային կատեգորիաներ կան մելիքներ, որի գործառույթը դա նույն տանուտերի գործառույթն է։ Օրինակ Տավուշի մելիքը նա կարծես բավականին այսպես ազդեցիկ եղել, քանի որ Բերդ քաղաքում ներկայիս հիմնահատակ արարված եկեղեցու կառուցումը նրա անունով է պայմանավորված, այսինքն նրա թույլատվությունը ստացել նորեն կառուցել Տավուշի մելիք Խորխմազի կամքով է կառուցվել, արձանագրությունը հենց այդպես է։ Ուստի եւ այս ուսումնասիրություններում պետք չէ ոչ չափազանցնել նրանց կարգավիճակը, ոչ էլ նվազեցնել, ուղղակի օբյեկտիվ պետք է նայել, թե ի վերջո նրա գործառույթների մեջ ինչ էր մտնում, նա մի հասարակ գյուղապետ էր, թե այլ լիազորություններով էր օժտված։ Так էլի այդ հասարակ գյուղապետ էր, թե չէ, ուզում եմ հասկանալ ինքնության խնդիր կար, այսինքն ինքը փորձում էր, ինքը հասկանում էր, որ ինքը հայ համայնքի ղեկավար է, թե ինքը ընդամենը տարածքային ղեկավարի դեր էր կատարում, ինչի նկատի ունեմ, իր համար կարևոր էր, որ տարածքում հայերեն խոսեին, հայ առաքելական եկեղեցին առաջնահերթություն ունենար, հայապահպանման ինչ որ գործառույթ կատարում է, թե չէ։ Բնականաբար ձեր նշած հայապահպանման գործառույթը դա մեծ նշանակություն ուներ եւ ինչպես նշեցիք եկեղեցին զուգահեռաբար այդ իր քայլերով նա օժանդակում էր եւ պատահական չնշեցի որ Մելիք Խորխմազի կամքով Բերդում եկեղեցի է կառուցվել, այսինքն մենք կարող ենք արձանագրել որ հոգեվոր եւ աշխարհիկ այսպես իշխանությունների մտապատկերում այդ հայապահպանությունը առաջնակարգ դեր է ունեցել եւ 17-րդ դարի ընդհանրապես Տավուշի հոգեվոր կյանքը բավականին աշխուժ է, վանական վարդապետից հետո 17-րդ դարում է որ Խորանաշատի եպիսկոպոսությունը վերականգնվում է, մի շարք գյուղերում հիմնադրում են նոր եկեղեցիներ, այնտեղ Հովհաննես arczepiskopos-ի ջանքերով նաեւ վերակառուցվում է Խորանաշատի վանական համալիրը եւ հոգեվոր կյանքը աշխուժանում է եւ այդ ձեռագրերի ստեղծումը հենց դրանով էր պայմանավորված որ սկսվում է արդեն ձեռագրերի ընդօրինակություն եւ քանի որ ձեռագրերի ընդօրինակությունը ինքնին տնտեսապես ինքը թանկ է, այսինքն կարող ենք նաեւ փաստել, որ տնտեսական ակտիվություն կար եւ ժողովրդի կարիքները հոգեվոր բավարարելու համար այդ եկեղեցիները հիմնադրվում էին, մատյաններ էին ընդօրինակում եւ աշխուժ կյանքով էր ապրում գավառը։ Այսինքն եկեղեցական հոգեվոր կյանքը բան է, աշխուժ է։ Մենք ունենք գյուղեր, որտեղ 3 եկեղեցի է գործել 17-րդ դարում, ինչ կարծում եմ նույնիսկ այսօր մեծ շռայլություն։ Այո, շատ տպավորիչ է։ Եվ այս 1727 թվականի հարկամատյանում դա արձանագրված է, կա որ իրար հետևից 5-6 հոգեվորականների անուններ են հիշատակվում։ Իսկ եկեղեցին կար ինչ-որ էլի դժվար է մի քիչ իհարկե դա հասկանալ, բայց իրեն հիմնականում ընկալում էր որպես հոգեվոր կենտրոն, թե նաև ինչ-որ տեղեր վարչական իշխանություններ, այս քաղաքական իշխանություն ուներ, թե
Մրցակցություն կար մելիքների հետ քաղաքական իշխանության համար։ Այդպիսի մրցակցության մասին որևէ տվյալ չունենք, սակայն քանի որ ինչպես նշեցի, այդ եկեղեցիների հիմնադրումը նաև իրենց ենթադրում էր աշխարհիկ այդ իշխանությունների հոժարությունը, մենք կարող ենք ասել, որ նրանք որևէ տարաձայնություններ դժվար թե ունենային, հատկապես երբ դու գտնվում ես ավելի հզոր, ավելի ուժեղ պետության կազմում եւ հարևանությամբ ապրում են տարատեսակ ցեղեր, այսպես ավելի կուռ է դառնում եւ հայապահպանության այդ գիծը մենք հստակ տեսնում ենք։ Հա, վտանգը միշտ համախմբում է, չէ՞, հա։ Այդ որ նշեցի, դրա մասին փոքր խոսենք, այլ կրոնների հետ համակեցության մասին մսկիթ բան ունենք այստեղ հիշած։ Ոչ, Տավուշի տարածքում որևէ մսկիթ չկա, քանի որ այստեղ մենք ապրող մահմեդական բնակչություն չենք ունեցել։ Փոխարենը այս փոխառնչությունները մենք տեսնում ենք հենց այդ հարկամատյանի տվյալներով, երբ օրինակ Միափորի լեռնաշխթայի արոտավայրերը օգտագործվում էին այդ քոչվոր բնակչության կողմից, այսինքն նրանք ամառները բարձրանում էին Միափորի լեռներ, որը անցնում էր հայկական այդ բնակավայրերի միջով, իսկ արդեն ձմեռային ամիսներին իջնում էին դեպի Կուրի առափնյակը։ Այս process-ը դա շատ երկար է տևել, նույնիսկ խորհրդային շրջանում հայ հովիվները, այսպես կարելի է ասել ավանդույթի ուժով, միշտ ձմռան ամիսներում իրենց հովիվները Տավուշից քշում էին Կուրի առափնյակ, այնտեղից արդեն այդ ցեղերի հետագա ժառանգ ադրբեջանցի հովիվները իրենց հոտերը բարձրացնում էին դեպի Միափորի լեռներ։ Հա, այդ շփումները պետք է լինեին, էլի։ Այդ առնչությունների մասին հետաքրքիր են արդեն հետագայի 19-րդ դարի ռուսական տվյալները եւ ռուսական այդ առաջին նկարագրությունները փաստում են, որ դա իսկապես արհավիրք էր այդ քոչի բարձրացումը եւ նրա անկած հայկական բնակավայրերի այդ ճակատագիրը շատ դառն էր լինում հաճախ, որովհետև նրանք նաև սովոր էին տարբեր ավարառություններ իրականացնել, բացի այդ ցանքի սեզոններ եւ հայ գյուղացիների այդ ցանքերը մշտապես գտնվում էին այդ հոտերի երթուղու վրա եւ մեծ վնասներ էին կրում։ Հա, գյուղերի հետ կապված ինչ մեծ բնակավայրեր ունենք, ինչ մեծ գյուղեր ունենք, ուզեմ մի քիչ դրա մասին խոսես, էլի։ 1720 Նաև կներես, որովհետև նաև այդ գշկից որ նայում էի, այնտեղ առանցին մի կատեգորիա էր այդ լքված գյուղեր կոչված։ Ուզում եմ այդ գյուղական համայնքանապատկերը էլի ներկայացնես։ 1727-ի այդ հարկամատյանի տվյալներով մենք Տավուշ գավառը կազմող 5 նահիեններում դա Ախնջի գետի հովիտն է, Տավուշ գետի հովիտը, Վարագաջուր գետի եւ Ասրիկ գետի հովիտը մենք տեսնում ենք արձանագրված 99 բնակավայր։ Այդ 99 բնակավայրերի մեծ մասը 55 բնակավայր լքված ու ավերված են։ Այդ լքված բնակավայրերի մեծաթիվ լինելը նախ եւ առաջ պայմանավորված է լեզգինների մեր նշած այդ արշավանքներով։ Գյուղեր ունենք օրինակ 17-րդ դարի սկզբի հայերեն ձեռագիր հիշատականներում տեղեկություններ են հանդիպում, այսինքն մենք տեսնում ենք գործող գյուղ, այնտեղ արկա եկեղեցի, սակայն 1727 թվականի հարկամատյանում այդ գյուղերը վկայվում են որպես լքված արդեն, լքված գյուղեր, այսինքն մենք հստակ տեսնում ենք, որ լեզգինների արշավանքները շատ ծանր հետևանքներ են ունեցել։ Գյուղերի լքված մեծամասնությունը լեզգինների արշավանքներով, իսկ մյուս մասը արդեն դա դարերի ընթացքում ավելի վաղ շրջանում լքված մյուս բնակավայրեր են, որոնք տարատեսակ պատճառներ, օրինակ համաճարակներ, պատերազմներ եւ զանազան այդպիսի պատճառներով լքվել են։ Մնացած գյուղերի դեպքում արդեն հարթավայրային շրջաններում մենք տեսնում ենք գրանցված մահմեդական բնակչություն, կուրամերձ շրջաններում, այդտեղ եզակի հայկական յուղը դա կրզեն յուղն է, Կուրի առափնյակի, որը բավական երկար գոյատևել է եւ 1980-ականների վերջին հայտնի հանգամանքների բերումով ամբողջովին հայաթափվել է։ Արդեն բարձրադիր գոտիներում մենք տեսնում ենք հայկական յուղերի ցանցը, որը չի ընդհատվում որևէ այլ մահմեդական բնակավայրով եւ այդպես խոշոր բնակավայրերը դա ներկայիս Բերդ համայնքն է, որը կարծում ենք նաեւ եղել է Մելիքության կենտրոնը, այնտեղ հաշվառված է բավական մեծ թվով բնակչություն, նաեւ հետաքրքիր է այս հարկամատյանի տվյալները, որովհետեւ ավանդաբար
այսպես տեղային ուսումնասիրություններում հաճախ այս կամ այն յուղի ստեղծվելը դա ինչ որ ավանդութային ձևով է ներկայացնել, օրինակ նույն տղատես յուղը ներկայիս Այգեձոր յուղը դա ընդունված էր լրիվ ուրիշ պատմություն, թե այդ յուղը ավելի ուշ 19-րդ դարում ձևավորված յուղ է եւ բնակավայրի անվան բացատրության տարբեր փորձեր են եղել։ Նույնը կարող ենք ասել Չինարի յուղի մասին, Չորաթան յուղի մասին, այսինքն ներկայում այդ յուղերը կան եւ հենց նույն անուններով եւ առաջին հիշատակությունները փաստորեն 1727 թվականի Օսմանյան հարկամատյանում են։ Դակշկիր է։ Այդ Օսմանյան հարկամատյանը, ինչպես նշեցիր, դրանք հարկեր հավաքելու համար էր։ Ինչ հարկեր կային։ Առաջինը դա առաջին հարկատեսակը դա իսփենջն է, այսպես գլխահարկի համարժեք հարկը, որը գանձվում էր չափահաս հայ բնակչությունից, այսինքն ոչ մուսուլման բնակչությունից գանձվող բոլորից թե միայն տղամարդկանցից։ Այն գանձվում կոնկրետ այս վավերագրի պարագայում այստեղ ամուրիններ չի հանդիպել եւ գանձվում էր չափահաս տղամարդկանցից բայց հետաքրքիր է, որ այս հարկատեսակը Տավուշում եւ ընդհանրապես Գանձակ Ղարաբաղի Բեկլարբեկության ամբողջ տարածքում խիստ բարձր չափերի է հասնում։ Այսինքն այդ իսփենջ կոչված հարկատեսակի մասին մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նա հիմնականում եղել է 25 ակչի այդ թուրքական չափման միավորը եւ Երևանի նահանգում նույնպես 25 ակչեր ընդունված նման հարկի չափը, դրույքաչափը, սակայն Գանձակ Ղարաբաղի Բեկլարբեկության սահմաններում ներառյալ Տավուշը այստեղ գանձվում էր 120 ակչե, մի քանի անգամ ավել, եւ դա շատ հետաքրքիր նորություն էր, որովհետեւ այսպիսի անհամաչափություն շատ տարօրինակ է։ Ես դա փորձեցի կապել նաեւ Սեֆյան վերջի շրջանի ավելացված հարկերով, որովհետև հենց այդ Մատյանի սկզբում հեղինակները նշում են, որ հարկերի մի մասը թողնված է նույն ձև։ Այսինքն նրանք գուցե տեսել են, որ այստեղ բնակչությունը Սեֆյանների իրականացրած այդ ծանր հարկահանությունը համակերպվել եւ վճարում է եւ նախընտրել են որևէ բան չփոխել, որովհետև դրանից վնաս իրենք չէին կրելու, միայն օգուտ է իրենց, որպեսզի ավել վճարվի։ Հա, դա էր, այսինքն հարկը միայն։ Չէ, դա ամենաառաջնային ոչ մուսուլման բնակչությունից եւ նաեւ նշեմ, որ այդ հարկատեսակը քոչվոր բնակչության համար խիստ անհամաչափ էր։ Դրա համարժեք բենակ հարկը օրինակ 40 ակչ էր։ Այսինքն մենք տեսնում ենք տարբերակումը, թե հայ բնակչության այս հարկային ճնշումները ինչ ազդեցություն կարող են ունեցել։ Այնուհետև հարկահանությանը ենթարկում ջրաղացները, մշակաբույսերի, ցորեն, վարսակգարի եւ հետաքրքիր է, որ այս վավերագրի սկզբում կանոննամերում նշում է, որ հայ բնակչությունը զբաղեցնում է ամենից աղքատ հողերը եւ այստեղի բերքը այնքան էլ լավ չէ։ Կորեկ, Վարսակգարի եւ միայն հարթավայրին մոտ շրջաններում մենք տեսնում ենք, որ հայկական բնակավայրերը նաեւ բամբակի մշակությամբ են զբաղվում, մետաքսագործությամբ են զբաղվում, շերամապահությամբ են զբաղվում, այսինքն հայ բնակչության բարձադիր վայրերում բնակվելը նաեւ ինքը տնտեսական դժվարություններ էր առաջացնում հավելյալ։ Իսկ կարող ենք ասենք, որ բարձր հարկը միգուցե նաեւ այսպես ճնշման լծակ էր մշակույթային, այսինքն կրոնափոխության դեպքերի համար են ասում էլ, այսինքն եթե մուսուլմանները չէին վճարում այդ հարկը, ասենք տրամաբանությունն էր, որ եթե մենք դնենք այս ծանր դերի տակ, միգուցե կրոնափոխությանը խրախուսենք։ Օսմանյան գայսրության դեպքում ես այդպիսի բան չեմ նկատել, քանի որ նրանք երկար ժամանակով չեն տիրել այդ շրջաններին։ Կարծես ավելի շատ դա տնտեսապես քայքայելու, մեծ օգուտներ ստանալու միտում եմ ես տեսնում։ Իսկ ձեր նշած չային, այսպես գաղութացում, գաղութացում։ Եվ գուցե նաև նրանք, չգիտեմ, գուցե այն հեռանկարներ աչքի առաջ, որ երկար ժամանակով չեն նվաճել, որովհետև ռուսական գայսրության ծավալումը նրանց աչքի առաջ էր։ Իսկ նաև կրոնափոխության առումով նշենք, որ Սեֆյան շրջանում, երբ արդեն պետությունը լճացում էր ապրում, այդպիսի դեպքեր շատ են։ Այսպես կոչված Իմամ Ջավհարի օրենքը 17-րդ դարում ընդունված, դա իրենից ենթադրում էր, որ եթե հայ բնակչությունը հայերը անցնեն իսլամի, նրա ամբողջ տոհմի ժառանգությունը դառնում է այս նոր իսլամ ընդունած հային եւ բազմաթիվ դեպքեր կան։ Այս արձագանքները օրինակ մենք Տավուշում տեսնում ենք արդեն 1640-ական թվականներին, երբ ձեռագիր
հիշատակագիրը նշում է, որ կրոնական հալածանքները սաստկացել են, այսինքն հարկահանությամբ հենց բառացի այսպես է հարկահանությամբ տանջելով ստիպում են անցնել իրենց այդ պիղծ կրոնին։ Հետաքրքիր է։ Եթե հետ վերադառնանք էլի տնտեսության, այսպես գյուղի տնտեսությանը, ինչ էին արտադրում, դա ասիր որ ինչ էին ցանում, բայց ինչ ունենք Տավուշի համար բնորոշ, որը խոսում են, որ ինչ-որ բան արտադրում եւ արտահանում են։ Ինչով էին հայտնի Տավուշեցիները, այդպես ասենք, տնտեսական պատկերի մեջ տարածաշրջանում։ Տնտեսական պատկերի մեջ առաջնային, ինչպես նշեցի, այդ գյուղատնտեսական գործունեություն, քանի որ այստեղ քաղաք մենք չունենք, օրինակ նույն այդ Հարկամատյանում Գանձակի բնակչության մասով մենք տեսնում ենք, որ տեղի հայ բնակչությունը բավականին այսպես ինտեգրված է տնտեսական գործունեության մեջ, ներկատներ ունեն, մետաքսի մեջ, իսկ այս գյուղերից հետաքրքրականը դա ներկայիս Տավուշ գյուղում մետաքսագործությունն էր, բամբակաբուծությունը եւ որքան բարձրանում էր, արդեն մենք տեսնում ենք, որ բերքերը ավելի քչանում են, վարսակ, կորեկ եւ այսպես մեղվապահությունն էր զարգացած, այսքանը գուցե։ Ու նաև այդ առևտրական ճանապարհի վրա գտնվելուց էին երևի օգտվում, Թիֆլիսից։ Այո, այդ մետաքսը բնականաբար, քանի որ երկրամասի կենտրոնը Գանձակն էր, նրանք այդ հումքը եւ իրենց ապրանքները պետք է իրացնեին հենց Գանձակ քաղաքում եւ իհարկե նրանք տարբեր թելերով կապված էին Գանձակի հետ, քանի որ դա տնտեսական կենտրոնն էր տարածաշրջանի։ Դա արդեն սկսեց փոխվել արդեն 18-րդ դարում եւ նշված շրջանները սկսեցին ավելի շատ կապել Վրաստանի հետ, քանի որ Նադիր շահի իշխանության շրջանում այս տարածքները Գանձակի բեկլարբեկերից խաներից վերցվեցին որպես պատիժ եւ հանձնվեցին վրացական պետությանը եւ այստեղից արդեն Վրաստանի Թիֆլիսի հետ կապը սկսեց ավելի զարգանալ եւ պատահական չէ որ հետագայում արդեն երբ ռուսական կայսրությունը մուտք գործեց տարածաշրջան, Տավուշը Վրաստանի հետ միավորվեց, առաջիններից մեկը միավորվեց Ռուսաստանին։ Իսկ էլի երբ որ համայնքին վերադառնանք, համայնքի կառուցվածքին եւ այլն, ուզում եմ հասկանամ համայնքային կառույցներ կային, օրինակ, չգիտեմ, անվտանգության հարցը, երբ որ լեզգիները հարձակվում էին, այդ ինքնապաշտպանությունը ով էր կազմակերպում, համայնքներ կազմակերպում, թե տեղի ֆեոդալը ուներ իր, չգիտեմ, ֆեոդալական կառույցներն էին դա կազմակերպում։ Լեզգիների արշավանքների ժամանակ տեղական մամեդական այդ ցեղախմբերը ֆեոդալներն էին պատասխանատու եւ բազում են այդ դեպքերը, երբ նրանք հաջողության չեն հասել։ Այսինքն շահը հրամայել է, որ տեղի այդ ֆեոդալը Գանձակի բեկլարբեկը գնա եւ ճնշի լեզգիներին, քանի որ իր տարածքների վրա, սակայն նրանք հաջողություն չեն ունեցել։ Եվ այդ զորքերը շատ արագ լեզգիների կողմից ջարդվում էին հանկարծակի հարձակումներով։ Հայ բնակչության կազմակերպվածության մասին մենք որևէ տեղեկություն չունենք, թե նրանք ինչ-որ դիմադրում։ Այսպես ինչպես նշեցիք, բանավոր պատմության ավանդույթի դեպքեր, որ լեզգիները գողացել են ինչ-որ աղջկա, նրա 7 եղբայրները գնացել են, կռվել են, այսպիսի ավանդապատում զրույցներ ունենք, բայց փաստագրված պատմական ինչ-որ սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող որևէ տեղեկություն հայտնի չէ։ Շատ հետաքրքիր է։ Իսկ մի հարց էլ ինձ հետաքրքրում, չգիտեմ ինչքանով լեգիտիմ հարց է, բայց այսօրվա Տավուշը այն ժամանակվա Տավուշի հետ ինչ որ բան պահպանվել է, այսինքն կապը մենք տեսնում ենք այն ժամանակից եկած, թե այսօրվա Տավուշը լրիվ ուրիշ պատկեր է, լրիվ ուրիշ հիմքի վրա ստեղծված, ուրիշ մտածողությամբ, ուրիշ մարդկանցով։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում, Սուրեն ջան, որովհետև հենց այս թեմայով զբաղվելու ինձ էլ է տանջել, երբ սկսել եմ զբաղվել, թե ովքեր են ի վերջո, որովհետև իրար համար շատ այսպես պատմություններ կային, թե տեղի բնակչությունը աքսորվել է, այստեղ վերաբնակներ են հետագայում եկած, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Տավուշում բնակչություն պահպանվել է, որքան էլ լեզգիների արշավանքներ եւ տարբեր սով համաճարակ, տարբեր արհավիրքներ, բայց հայ բնակչությունը այստեղ պահպանվել է, որոնք պատասխանվել են լեռնային շրջաններում եւ ռուսական առաջին նկարագրություններում մենք տեսնում ենք հատուկենտ հայկական գյուղեր։ Հետագայում արդեն այս գյուղերը վերաբնակեցվել են Արցախից եկած տարբեր գավառներից եկած բնակչությամբ եւ Տավուշի բնակչության, եթե այսպես մոտավոր հաշվենք, 80%-ը արդեն
19-րդ դարի սկզբներին Արցախից եկած բնակչությունն է։ Բայց նաև բարբարի նմանությունն է այստեղ հետաքրքիր, բայց ամեն դեպքում բնիկներ եղել են։ Նաև համալրվել է Արցախի մելիքների այդ հպատակների բնակչությամբ եւ տեղի բնակչությունը այսօր հենց նրան ժառանգներ է Արցախի եւ տեղաբնիկների։ Հա, մենք դրանից նաեւ խոսում ենք, երբ որ խոսում ենք Արցախի մելիքությունների մասից, որ քայքայումից հետո հիմնականում դեպի հյուսիս բարձրացան։ Թիֆլիս, այսօրվա Ջավախ, Տավուշ, այդ Շլորի, այդ շրջանը։ Նաեւ նշենք, որ այդ դրան նախորդել էր աղա Մահմուդ Շահի արշավանքը ինքը, ինչը այսպես 18-րդ դարի վերջի ամենաողբերգական իրադարձությունն էր հայ բնակչության համար, որովհետև հյուսիսարևելյան Հայաստանի այդ Արցախից դեպի Թիֆլիս ընկած երթուղին ամբողջությամբ հայաթափվեց։ Երևանի նահանգից նույնպես բնակչությունը այսպես գնաց ապաստանելու Թիֆլիսում, Վրաստանի տարածքում, որտեղ Հերակլը դիմադրություն էր փորձում կազմակերպել, սակայն նրա անհաջողությունը նաև անդրադարձավ հայ բնակչության վրա, որովհետև մեծ մասը կոտորվեց, մեծ մասը այնտեղ սովի մատնվեց, մեծ մասն էլ հենց Սայաթնովան։ Հայ, այդ թվում եւ Սայաթնովան։ Հա։ Կա ինչ-որ բան, որ չհասցրեցինք ծածկենք, որ կուզենայի ներկայացնել։ Քանի եթե ինչ-որ հարց վերհիշեք կարող եմ, բայց պատկերը այսպեսին է ընդհանրական գծերով։ Մի բան կուզեմ մի երկու խոսքով նաև մի քիչ քննարկենք հենց այդ միկրոպատմությունների կարևորության մասին, որտեվ միկրոպատմությունը այնուամենայնիվ մեզ թույլ է տալիս հասարակ մարդուն տեսնել, ճիշտ եմ պատկերացնում։ Ու այդ մշակույթը մեր նաև արևմուտքում կա, որ ինքը շատ դեպքերում կոչվում է տեղի անթրոպոլոգիա, քաղաքի անթրոպոլոգիա կամ բնակավայրի անթրոպոլոգիա, երբ որ մարդիկ վերցնում են հին ժամանակներից սկսած այդ նույն բնակավայրի պատմությունը վերհանելով բերում են հասցնում են մինչև այսօր։ Ես կարծում եմ, որ նաև դա շատ հեռանկարային հետազոտությունների դաշտ է, չէ՞։ Ճիշտ է, որովհետև օրինակ ես իմ օրինակով կարող եմ ասել, երբ պատմության արդեն սկսեցինք հետաքրքրվել դպրոցական տարիներից, առաջինը քեզ սկսում է հետաքրքրել քո շրջանի պատմությունը։ Այո։ Եվ շրջանի պատմության վերաբերյալ դու չնայած հիմա ավելի այսպես տեխնոլոգիաները թույլ են տալիս, բայց որևէ հիմնավոր բան չունենք, որպեսզի տեղեկություններ կային եւ շատ բան այսպես ավանդաբար ընդունված ինչ որ թյուր պատկերացումներ են։ Նույնը Տավուշի պարագայում, երբ ասում են թե Տավուշի հայտնի Տավուշ բերդը Ցլիկ Ամրամի բերդն է, ինչը գեղարվեստական գրականության ցավալի արտացոլում է, քանի որ Ցլիկ Ամրամը այստեղ միայն բացասական իր դերով է հայտնի։ Այդ բերդը նրա այդ որևէ առնչություն չունի բերդի անվանումը։ Եվ նմանատիպ մի շարք այլ հարցեր, որը կարծում եմ, այո, ներկա պատմագիտության զարգացման շրջանում կարելի է գուցե ինչ որ մի կերպ ներդնել ավագ դպրոցի ծրագրերում, որպեսզի տեղի բնակչությունը, տեղի դպրոցականները իրենց բնակավայրերի պատմության վերաբերյալ ունենան թեկուզ շատ սուղ, բայց ճշգրիտ պատկերացումներ։ Այո, այդ տեղի այդ ուսումնասիրությունը շատ կարևոր կլինի, այսինքն նաև էքսկուրսիաները, որ դպրոցներում կարող են իրենց բնակավայրերում տանել, սովորացնել, իրոք շատ կարևոր բան է։ Եվ գալով մեր զրույցի ավարտական հարցին, որը ես բոլորին հարցնում եմ, քո կարծիքն եք կուզենայի իմանալ, ինչու զբաղվել պատմությամբ, որտեվ մեր դարաշրջանում, հա, մարդիկ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգիչներ, չգիտեմ, եւ փող չի բերում էլի, արի ճիշտը խոսենք էլի մենք որպես բան, շատ ճիշտ է։ Ինքը պատմությունը այդ ավանդական են 5 գիտություններից է, որ ոչ ֆինանսապես է առանձնապես օգտակար եւ նաեւ թերագնահատված է, այսինքն մարդիկ ասում են շատ դեպքում չեն պատկերացնում մենք ինչով ենք զբաղվում, ասում են լավ դեր արած ինչ է։ Ուզում հարցնեմ առաջին ինչու է կարեւոր այսօր զբաղվել պատմությամբ եւ երկրորդը ավելի անձնական հարց քեզ, ինչու դու որոշեցիր որ հենց դրանով պետք է զբաղվես։ Կարող ես չէ՞ ասենք քիմիկով դառնալ կամ ինչ որ այլ մասնագիտություն ընտրես, բայց ընտրեցիր պատմություն, այդ երկուսը։ Ինչու զբաղվել պատմությամբ եւ ինչու անձամբ դու զբաղվեցիր պատմությամբ։ Կարող ես հեշտականությունը ոնց քեզ հարմարեց սկսես։ Պատմությունը առաջին հերթին ինքնաճանաչողություն, աշխարհաճանաչողություն է։ Դուք ձեր խոսքի մեջ նշեցիք հարցի տեսքով, թե ի վերջո որևէ կապ մենք տեսնում ենք ներկա բնակչության այդ տարածքի եւ դիցուկ 18-17-րդ դարի Տավուշի հայ բնակչության հետ։ Կարելի է ասել, ես այդ հարցին եմ փորձել պատասխան, թե ի վերջո ով է 20-րդ դարի վերջում Տավուշում ծնված տավուշեցին։
ով են նրա նախնիները, ինչով են զբաղվել, ինչ պատմական ճակատագիր են ունեցել։ Հենց այս հարցերն են ինձ այսպես հարկադրել, որպեսզի ես զբաղվեմ Տավուշի պատմությամբ եւ փորձեմ այսպես քամել բոլոր այսպես թեկուզ մանր տեղեկությունները, որպեսզի կարողանանք մենք վերակազմել Տավուշի այդ ուժ միջնադարյան պատկերը, թե ում ժառանգներն են այստեղի բնակչությունը, ովքեր են, եւ բացի այդ հյուսարևելյան Հայաստանի Արցախի պատմության վերաբերյալ այժմ շատ կա այսպես կեղծ նյութեր հարևան պետության կողմից, որտեղ օրինակ մեր նշած այս Հարկամատյանը առաջին անգամ հրատարակել է ադրբեջանցի հեղինակ եւ առաջին հրատարակության մեջ նրանք կարծես այս հայ բնակչության հայ լինելու հետ որևէ խնդիր չունեն, բայց վերջին շրջանի հատկապես հայտնի դեպքերից հետո 20 թվականից հետո աշխատություններում օրինակ Տավուշի եւ հարակից շրջանի հայ բնակչությանը նրանք աղվանացնում են, այսինքն նշում են այսքան մահմեդական եւ այսքան աղվանների հետնորդներ, այսինքն նաեւ որպեսզի այս կեղծիքներին կարողանանք պատասխանել եւ ճշմարիտը առանձնացնենք նույնպես կարեւոր է։ Այսինքն նույնիսկ այս ոլորտում ունենք այդ կեղծ գիտության հետ։ Այո, մենք ցավոք սրտի ունենք հատկապես վերջին տարիների այս արևմտյան Ադրբեջան կեղծ թեզի հետ կապված բազում աշխատություններ են գրում եւ նույն Տավուշը եւ հարակից հայկական բուն հայկական այդ գավառները ներկայացնում են որպես աղվանական տարածքներ, նրանց ժառանգներն են այստեղ ապրում եւ տարատեսակ այսպիսի նաեւ հետաքրքիր է էլի սա կոնկրետ այս թեմայի հետ կապ չունի, բայց ինչ հետաքրքիր ճակատագիր ունենք մենք հայ պատմաբանները, շատ դեպքերում մենք ոչ թե ստիպված ենք զբաղվել նյութի վերհանման, չգիտեմ, օբյեկտիվ ճշմարտության մոտենալու փորձեր անել, այլ ապացուցել այն ինչ որ թվում է թե ապացուցելու կարիք չունի, այսինքն դու պետք է ապացուցես մի բան, որը օբյեկտիվ իրականություն է, բայց ապացուցես եւ շատ դեպքերում դա ազդում է մեր հետազոտությունների վրա։ Շատ է ազդում, որովհետեւ մենք այսպես օբյեկտիվորեն չենք կարող դա մենք գերմանացի պատմաբան չենք ի վերջո, որ հերվից նայենք եւ շատ հանգիստ արձանագրենք այդ իրադարձություններն ու դեպքերը եւ իսկապես շատ է խանգարում, որովհետեւ մենք բավականին մեծ էներգիա ենք ծախսում այդ նախ եւ առաջ այդ կեղծ գիտությունը կարդալու վրա, դրա փոխարեն կարելի էր ավելի լուրջ ինչ-որ զբաղվել եւ ի վերջո նաեւ իջնելու եւ դրան պատասխանելու համար։ Դրա համար ամենից կարևորը այս համատեքստում ճիշտը եւ փաստարկված պատմությունը ներկայացնելն է։ ու դա նաև ես այդ հայոց ցեղասպանության պարագայում զգացել շատ, երբ որ քո հետազոտությունը դու միշտ ստիպված ես նաև անջատես արհեստականորեն անջատես քո մոտ ինքնացենզուրան, որտեվ շատ դեպքերում դու մի բան գրում ես, մտածում ես կարող է իմ գրածը օգտագործեն հետո մեր դեմ, որը սխալ է, որպես պատմաբան դու պետք է ներկայացնես այն ինչ որ կա, ու մշտապես դու ստիպված ես ջանք գործադրես քո վրա, որ քո ասես կապ չունի, դու որպես պատմաբան պետք է դա հատկապես ես զգում եմ, որ վերջին տարիներին այդ ձեր բարձրացած հարցը ավելի է սրվել եւ կարծես եւի նաեւ պայմաններից է, որ այսպես հայ մասնագետները իրար կասկածամտորեն են սկսել վերաբերվել, ինչը շատ քայքայիչ ազդեցություն է թողում։ Այո, համաձայն եմ, որտեվ այնուամենայնիվ մեր բանը մեր նպատակը պատմական ճշմարտության վերհանումն է, ինչքան էլ դա մենք հիմա մի բան կասենք, կարող ինձ ասեն էլ ինչ ապազգային բանի մեջ մեղադրեն, բայց պատմությունը դա ճշգրիտ գիտելիք է, միանշանակ համաձայն եմ, եւ դա կապ չունի քո ցանկությունից կամ քո ցանկությունից, քո քաղաքական կամ ազգային նախասիրությունները պետք է մի կողմ դնես, ճշգրիտ գիտությունը եթե դա տեղի ունեցե, դու պետք է օբյեկտիվորեն դա ներկայացնես, դու կամ ես թե դու չկա նույնիսկ շատ դեպքերում, եւ ի վերջո մեր գիտությունը այսօր հարևանից հենց դրանով պիտի տարբերվի, որովհետեւ որևէ լուրջ, այսինքն գիտնական երբեք այսպիսի կեղծ գիտությունն էլ ասել է դա կարծես մեղքի այդպես չի հղի, սակայն նաև այս ոլորտում նրանք մեծ ներդրումներ են անում եւ ֆինանսական շատ մեծ ցավոք սրտի որոշ այսպես մասնագետներին նաև իրենց ցանկացած ձևով ուղղել եւ հետաքրքրացնել, ինչի դեմ կարծում եմ պետք է մենք նույնպես ավելի զգոն լինենք եւ միայն ճշմարտությունը փաստարկված ավելի գրագետ ձևով նաև բազմալեզու ներկայացնենք։
Այո, աղբյուրների վրա աղբյուրներից օգտվելու եւ այլն։ Եվ երկրորդ հարցին չպատասխանեցիր, կոնկրետ դու ինչի որոշեցիր պատմությունը։ Հա, պատմությամբ ես զուտ այդպես արդեն պատանեկության տարիքից տեղական պատմության, այս բերթի, այն բերթի պատմությունը սկսեց հետաքրքրել եւ այսպես արդեն հասունանալով փորձեցի այդ հենց ինչումներին պատասխանել։ Ինչ է, ինչու, ինչպես է ստացվել եւ առաջինը հենց սկսեցի Տավուշի ուսումնասիրությունը։ Երբ որ ընդունվում էիր համալսարան կար երկմտանք թե ուրիշ տարբերակներ կար։ Այո, երկմտանք մինչև 10-րդ դասարանի այդպես երկրորդ կիսամյակ բոլորը կարծում են թե ես տնտեսագետ պիտի դառնամ, սակայն ես որքան էլ գնահատականները շատ լավ էին եւ սիրում եմ իսկապես մաթեմատիկան, բայց պատմությունը լրիվ ուրիշ արդեն հարթության վրա է, պատմություն եւ արևելագիտություն։ Եվ այսպես ընտրեցի պատմությունը։ Չեմ փոշմանել։ Չես փոշմանել։ Կարևոր է դա։ Դա ովս ամենակարևոր բանն է, որ մարդ զբաղվում է իր սիրած գործով եւ այսպես վաստակում է իր հացը, իր միջոցները, թող չլինի շատ, բայց վաստակում ես դու քո այսպես սիրած նախասիրած մասնարարությամբ, բանով մասնագիտությամբ։ Անհրաժեշտ ջան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալություն, շնորհավորում եմ գրքի համար եւս մեկ անգամ։ Գրախանութներում ունենք կա։ Վերջացել է, շուտով անգլերեն առաջիկա շաբաթում անգլերեն թարգմանությունը լույս կտեսնի, իսկ հայերեն տարբերակը թվային տարբերակով հասանելի է։ Հա, թվային տարբերակով հասանելի է, ներքևում մենք կդնենք վերնագիրը կասես, որ փնտրեն մեր դիտողները։ Տավուշ գավառը 17-րդ դարից 18-րդ դարի առաջի քառորդ պատմաժողովրդագրական ուսումնասիրություն։ Կարող եք գտնեք ինտերնետում, բան ներբեռնեք եւ նաեւ իհարկե ցանկալի գրախանութներում երկրորդ հրատարակություն ունենաս եւ արդեն կարիք կա սկսելու մտածում եմ։ Հա, ու մերոնք մեր ընթերցող դիտողները նաեւ լավ ընթերցողներ են, այնպես որ կօգտվեն դրանից։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալություն։